Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՕԱԿ-ին հանձնարարական համար 8. Ներկայացնել տեղեկատվություն էլեկտրական 250 ավտոբուսի ձեռքբերման աշխատանքների ընթացքի մասին։ Պարոն քաղաքապետ, ձեր թույլտվությամբ, եթե հնարավոր է, հաջորդիվ երկու հարցերն են վերաբերում կրկին հանրային տրանսպորտին եւ մետրոներին, ես ներկայացնեմ խմբված 3 ծրագրերի հետ կապված ամենակարևոր զարգացումներն ինչ ունենք անցած շաբաթվա դրությամբ, խոսելու եմ էլեկտրական ավտոբուսների մինչև 250 մետր հոդակապված ավտոբուսների ներդրումային ծրագրի մասին, Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցման ներդրումային ծրագրի մասին եւ մետրոպոլիտենի ամբողջական արդիականացման ներդրումային ծրագրի մասին։ Կարևորագույն զարգացումը, որ մենք ունենք անցյալ շաբաթվա դրությամբ 3 ներդրումային ծրագրերն էլ ստացել են հանրային ներդրումային կոմիտեում դրական եզրակացություն, սա նշանակում է, որ մենք 3 ծրագրերով մեկնարկում ենք բուն իմպլեմենտացիայի գործընթացին հետ կապված աշխատանքները, մասնավորապես Աջափնյակ մետրոյի կայարանի եւ մետրոյի արդիականացման ծրագրի հետ կապված, ինչպես որ պայմանավորվածություն ձեռք բերվեց ներդրումային կոմիտեում, անմիջապես ներկայացնելու ենք պաշտոնական փաթեթ արդեն ֆինանսների նախարարություն, բոլոր միջազգային գործընկերներին դիմելու ֆինանսավորման եւ իրականացման ամենաարդյունավետ, ամենաարագ պլանները մեզ առաջարկելու, որի շրջանակներում մենք կընտրություն կատարենք, թե որ միջազգային գործընկերոջ հետ ենք ծրագրերի իրականացումը առաջ տանում։ Եվ էլեկտրական ավտոբուսների հետ կապված մենք մի փուլով արդեն ձեր մոտ խորհրդակցություն ունեցանք խորհրդատվական միջազգային թիմի հետ, իրենք վերադարձել են մեր հարցադրումները եւ վերլուծությունները ամրապնդելու եւ ամբողջացնելու, հուլիսի վերջի օգոստոսի սկիզբ ակնկալում ենք եւս մեկ քննարկում եւ մեր նկատի հիման վրա վերլուծությունների վերջնականացնում, որից հետո արդեն ամբողջ մանրամասն տեխնիկատնտեսական ուսումնասիրության փաթեթը կհանձնվի Երևանի քաղաքապետարանին եւ ՑԻԳ-ին եւ դրա հիման վրա մենք սեպտեմբերին կգնանք արդեն ներդրումային կոմիտեում վերջնական որոշումներ ստանալու եւ ծրագրի փաստացի ֆինանսավորման բանակցությունները մեկնարկելու կամ շարունակելու։ Բովանդակային առումով էլ կարող եմ անդրադառնալ առանձին ծրագրերին, պարզապես դրանց մասին շատ ենք խոսել, եթե կան առանձին հարցեր, ես անդրադառնամ։ Շնորհակալ եմ, Տիկին Բաբայան, կարծում եմ պետք է արձանագրել ամենակարևորը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ մասնավորապես ներդրումային կոմիտեն, որը որ հաստատում է նման խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսական հարցը, շատ կարճ եթե ձևակերպենք, Երևան քաղաքի 3 ծրագրերով հաստատել է 650 միլիոն դոլարի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք ուղղվում են Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցմանը, մետրոպոլիտենի ամբողջական ենթակառուցվածքի ամբողջական արդիականացմանը, վերգետնյա տրանսպորտի մեր վերջին փուլի էլեկտրական ավտոբուսների գնմանը, 2 դեպոների նորոգմանը, առանձնացված գծերի ներդրմանը եւ այստեղ ունենք նաեւ մի կարևոր կոմպոնենտ Դալմայի այգիների կառուցմանը 250 հեկտար, հենց բուն կառուցմանը, ճիշտ եմ, չէ՞ ֆիքսում, նախագիծը հենց այս փուլում ընթացքում է։ Ձեելի երևանցիներ, սա կարևորագույն եւ անկյունաքարային որոշում է, որ տեղի ունեցել նախորդ շաբաթ, որով որ կառավարությունը փաստացի ստանձնել է ֆինանսական հանձնառություն այս բոլոր ծրագրերի հետ կապված եւ Երևան քաղաքը իրականացնելու է այս բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը։ Հիմա մեր խնդիրը հետեւյալն է։ Մենք տարբեր փուլերում ենք գտնվում, տարբեր ծրագրերով եւ ամենահասունը կարելի ասել, ամենամոտը Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագիրն է եւ գիտեք ես հասկանում եմ նաեւ այն մարդկանց, ովքեր որ թերահավատորեն են մոտենում այս process-ին։ Պատկերացրեք, 2008 թվականից
Հայաստանի Հանրապետությունում մարդիկ խոսք են տվել, որ Աջափնյակի մետրոյի կայարանը կառուցվելու է։ Հիմա 2026 թվականն է։ Եվ իրականում մենք էլ 2022-23 թվականից շատ հաստատակամ այդ խոստումները տվել ենք եւ շատ գործուն քայլեր ենք արել նաեւ այդ ուղղությամբ։ Առաջին հերթին մենք պատվիրել ենք նախագիծ եւ այսօր ունենք նախագիծ եւ նախահաշիվ Աջափնյակ մետրոյի կայարանի։ Բայց նաեւ պետք է հասկանանք, որ որևէ մի ծրագիր, որ չես իրականացնում տասնամյակներով, դրա գիտելիքը եւ դրա կառավարման կարողությունը վերանում է երկրից։ Եվ մեր ձգձգումները միայն այս խնդրի հետ են կապված։ Մենք կարելի է ասել, չունենք կարողություն այս տեսակ, չունենք ընդհանրապես չունենք կարողություն այս տեսակ ծրագրեր իրականացնելու, բայց այս կարողությունը նաև այս process-ում որոշ չափով կառուցել ենք եւ շարունակելու ենք կառուցել։ Հիմա Աջափնյակի մասով շատ կարեւոր անկյունակարային որոշում պետք է կայացվի։ Եվ երբ որ մենք որոշելու ենք, թե միջազգային գործընկերների հետ ենք արդյոք գնում եւ շարժվում առաջ այդ կառուցման գործընթացում, ամենակարևոր գործոնը մեզ համար ժամանակն է։ Այս բոլոր ծրագրերում ժամանակից ավելի կարևոր գործոն մեր համար չկա։ Այո, փողը կարևոր է, այո, այդ ֆինանսական ճիշտ գրագետ կառուցվածքը կարևոր է, բայց որևէ բան ավելի թանկ չի, քան ժամանակը։ Ժամանակից թանկ որևէ բան չկա այս ենթակառուցվածքի կառուցման տեսանկյունից, որակով կառուցման տեսանկյունից, այսինքն պետք է այնքան շտապենք, որ այնուամենայնիվ ունենանք միջազգայինորեն այս տեսակ աշխատանք կատարած շինարար կառուցապատող եւ միջազգայինորեն նման փորձ ունեցող տեղ հսկող ինժեներ, ով իրականացրել է նմանատիպ խոշոր ինժեներական տեղհսկողություն։ Եվ ամենակարևոր մեր որոշելիքը այն է, թե արդյոք մենք տեսնում ենք հնարավորություն միջազգային ֆինանսական գործընկերներից որևէ մեկի հետ առաջ շարժվելու, թե ոչ։ Եվ այդ հարցի պատասխանը մենք պետք է տանք 1-2 ամիսների ընթացքում, որովհետև կառավարությունը վստահորեն եւ այն ներդրումային կոմիտեին, նաև ֆինանսների նախարարը հատուկ շեշտեց, կարող է առաջ շարժվել առանց միջազգային ֆինանսական գործընկերոջ։ Այո, process-ը մի քիչ ավելի կազմակերպական տեսանկյունից խրթին կդառնա, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ մեր ծիգում բավարար փորձառություն արդեն իսկ ձևավորվել է, որպեսզի այս տեսակ խոշոր գործընկերներ ներգրավվի եւ process-ը գրագետ կառավարի։ Եվ հետեւապես Տիկին Բաբայան, ձեր հաջորդ խնդիրը այս բոլոր գործընթացների հետ գնու առաջին Աջափնյակի հետ կապված հետեւյալ հարցին պատասխանն է։ Արդյոք մենք սա իրականացնում ենք միջազգային ֆինանսական գործընկերոջ հետ, թե ուղիղ կառավարության ֆինանսավորմամբ, որի գործիքակազմը ֆինանսների նախարարությունը ունի, ֆինանսների նախարարը այն օրը հստակ ասեց եւ կարծում եմ արդեն իսկ այդ հարցի պատասխանից արդեն կախված է, թե ինչ գործընթացով ենք գնում մեր օտարումների հետ կապված, այսինքն պետք է մաքսիմալ այդ այոն կամ ոչը շուտ ստանանք։ Ես կարծում եմ հետեւյալը պետք է անենք։ Առաջին հերթին, Տիկին Բաբայան, դուք ինչ որ մի ժամանակ անց պետք է ստանաք ինֆորմացիա, թե օրինակ այդ այոն կամ ոչը ինչ ժամկետում մեզ կարող են ասել։ Դուք պետք է բարձրաձայնեք միջազգային ֆինանսական օրեն ու արդեն մոտավորապես գիտենք մի գործընկերոջ վրա ենք կենտրոնացել։ Այդ այոն կամ ոչը երբ մեզ կասեն, այդ օրն էլ պետք է իմանանք դա այո-յա թե ոչ, եթե այո-յա շարժվում ենք իրենց ընթացակարգերով, եթե ոչ-ա շարժվում ենք մեր պետական ընթացակարգերով եւ գնում ենք արդեն ուղիղ բյուջետային ֆինանսավորմամբ։ Եվ ինչի՞ եմ ես միկրո մակարդակի մեջ մտնում, ուզում եմ հանկարծ որևէ տարընթերցում չլինի որևէ process-ի հետ կապված։ Այս process-ները հարության ուշադրության կենտրոնում են, մարդիկ պետք է տեղեկացված լինեն բոլոր մանրամասներով։ Ինչ է տեղի ունենում, ինչի է տեղի ունենում։
Երկրորդը արդիականացման ծրագրով մենք պետք է փոխարինենք ռելսերը, 48 նոր վագոն պետք է ձեռք բերենք անվտանգության տեսանկյունից, խնդիրներ պետք է լուծենք եւ բազմաթիվ այլ հարցեր։ Հիմա այս մենք կարող ենք ասել, որ տեխնիկա տնտեսական հետազոտության կարիք ունենք այստեղ, թե չունենք։ Ելնելով պարոն քաղաքապետ ստանդարտ գործընթացներից եւ կառավարության կարգերից, այո, հաջորդ փուլը դա է։ Մենք գործընկերների հետ խոսում ենք այն տրամաբանությամբ, որ ծրագրի պատրաստման աշխատանքներին զուգահեռ տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքները իրականացվեն, այսինքն կան նաև նմանատիպ նախապայմաններ, որոնց հիման վրա արագությունը, նաև սա էլ է նպաստելու արագությանը, եւ սա էլ է այն նախապայմաններից մեկը, թե որ գործընկերոջ հետ մենք կշարունակենք աշխատանքները, ինչպես իրենք կկարողանան արագ մոբիլիզացվել այս ծրագիրը էլի արագ տեմպով առաջ տանելու համար։ Շատ լավ։ Հիմա հարցը հետևյալում է։ Մենք ես ընկալում եմ հետևյալ կերպ։ Ներդրումային կոմիտեն 3 ծրագրերին ֆինանսական տեսանկյունից ասել է այո։ Եվ մենք պետք է առաջ շարժվենք այն տրամաբանությամբ, որ այս բոլոր ծրագրերը արդեն իսկ ունեն կառավարության ֆինանսական հանձնառությունը։ Եվ հետևաբար մեր արդեն գործընկերների հետ պետք է գնալ այդ փուլի քննարկման։ Եվ եթե նույնիսկ իրականացնում ենք տեխնիկատնտեսական հետազոտություն, այդ պետքա զուգահեռ իրականացվի, օրինակ այդ վարկային փաթեթի պատրաստմանը, որովհետև հիմա եթե գրանտային կոմպոնենտը գնում է տեխնիկատնտեսականին, պետքա վարկային կոմպոնենտի արդեն իսկ քննարկումը եւ բանակցությունը տեղի ունենա։ Պարոն քաղաքապետ, հենց էլեկտրական ավտոբուսների ծրագրով մենք այդ տակտիկական քայլերի հաջորդականությունն ենք որդեգրել, հենց դա է նաև պատճառը, որ այսօրվա դրությամբ մենք կարող ենք ավարտին հասցնել շուտով ուսումնասիրությունը եւ արդեն վարկային բանակցությունները ավարտել շատ ավելի կարճ ժամկետներում։ Այդտեղ մի խնդրի մասին էլ եմ ուզում խոսել, սա էլ պետքա բաց խոսենք, կարծում եմ։ Այն վերլուծությունները, որոնք որ մեր գործընկերների կողմից արվել են եւ այն թվերը, որոնք որ մեզ ներկայացվել են վերգետնյա տրանսպորտի արդիականացման հետ կապված, որոշակի հարցեր են մեզ մոտ առաջացրել, ինձ մոտ, սկսենք նրանից, որ ինձ մոտ է հարցերը առաջացրել Տիկին Բաբայան եւ այդ արված հետազոտության թվերը ես չեմ կարծում, որ արժանահավատ են եղել։ Ինչի չեմ կարծում, որովհետև երբ որ ես տեսնում եմ մեր վերգետնյա եւ ոչ միայն վերգետնյա, ընդհանուր տրանսպորտի վալիդացիաների 40% աճ ապրիլ ամսվանից սկսած եւ այնտեղ տեսնում եմ մի հետազոտություն, որը հիմնված է նախկին վալիդացիաների վրա, դա նշանակում է, որ այդ հետազոտությունը իրականություն չի արտացոլում։ Ես գիտեմ, որ մենք նոր թվեր ենք տվել, բայց ուզում եմ ես այստեղ մենք այդ բանը, որ բոլորի նկատմամբ ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ կուրորեն այդ տեխնիկատնտեսական հետազոտությունները այլևս ոչ մեկ չի ընդունելու։ Մենք բավարար կարողություն ունենք հիմա վերլուծելու ինքներս մեր թվերը հասկանալու եւ մեր թվերի հետ համեմատելու եւ դրա համար մաքսիմալ գործընկերներին խնդրում ենք լուրջ մոտեցում, որովհետեւ սա Երևան քաղաքը չէ 5 տարվա 10 տարի առաջվա, ինչ թուղթ դեմ տային, տենց պետքա կուրորեն ասենք, վայ, ինչ ճիշտ եք դուք, վստահորեն դուք մեզանից լավ գիտեք, ես վստահ եմ, որ այլևս ոչ մեկ մեզանից լավ չգիտի, որովհետև մենք ունենք համակարգեր, մենք ունենք թվային համակարգեր, մենք թվերը տեսնում ենք ապրիլից 40% աճ է։ Հիմա ոնց կարա այն նույն հետազոտություն ու բերել են ինձ ներկայացնում են թվեր, որոնք որ չեն կարա իրականության հետ աղերս ունենան։ Ամենայն հարգանքով, ես ուզում եմ այս լրջությունը մի քիչ տենց մեր գործընկերները զգան, որ այլևս տենց ինչ թուղթ դեմ տան, մենք չենք ասելու հա ճիշտ է։ Պետքա այդտեղ էլ տենց բոլորը իրենց վրա պետքա աշխատեն։
Պարոն քաղաքապետ, միանշանակ եւ արձագանք եմ, խորհրդատվական թիմը սկսել է աշխատել դեռևս անցած տարվանից, բոլոր տվյալների հետ կապված խնդիրները առաջացել են ըստ էության այնտեղ, որ ժամանակային առումով քաղաքապետարանի ներքին կարողությունների զարգացումները եւ այն, որ մենք ավելի լավ այսօր տեղեկատվություն ենք տիրապետում, քան առաջ, այդ թվում նաեւ որ քաղաքականություն փոխվեց, դա էապես բարելավեց վիճակը, մենք խորհրդատվական թիմը աշխատել է այն վարչական տեղեկատվության նաև հաշվի առնվամբ, որը տրամադրվել է։ Քննարկման արդյունքներով մենք հասկացանք, որ տիրապետում ենք միանգամայն այլ որակի դինամիկայի այդ մասով եւ տեղեկատվությամբ, որը անմիջապես տրամադրվել է թիմին։ Նրանք հիմա վերանայում են եւ վերլուծությունները վերահաշվարկներ են արել, վերլուծությունները արդեն առանձին բաժիններով ներկայացրել են։ Ես նաև այստեղ պետք է խնդրեմ մեր բոլոր գործընկեր ստորաբաժանումների հետ ստորաբաժանումների ոլորտային արդեն բավականին նույն ձևի պրոակտիվ եւ մասնակցային աշխատանքը, որովհետեւ բազմաթիվ տեխնիկական բնույթի փաստաթղթեր տրամադրվում են, որպեսզի մեր ոլորտային ստորաբաժանումները նայեն, հենց այդ ոլորտային գիտելիքի հիման վրա մեկնաբանություններ, դիտարկումներ, անհամաձայնություններ հայտնեն եւ ներգրաված լինեն թիմի հետ աշխատանքում, որովհետեւ հենց այդ ոլորտային գիտելիքի սպეციფիկ եւ տվյալների հետ կապված գիտելիքը ըստ էության ծիգում չէ, որ գրվում է, ծիգը խոշոր հաշվով պրոյեկտ մենեջմենտն է իրականացնում եւ լավագույն միջազգային փորձից ելներով feasibility-ների process-ն է կառավարում եւ այսօրվա դրությամբ արդեն որոշ փաստաթղթեր նորից տրամադրվել են բոլոր գործընկերներին, ակնկալում ենք շատ արագ արձագանք, որպեսզի մենք կարողանանք աշխատանքների վերջնական արդյունքները ձեզ մոտ բերել եւս մեկ անգամ քննարկել։ Մեր խնդիրը այդ հետազոտություններում սխալներ գտնելը չէ։ Մեր խնդիրը կարծում եմ մի փոքր խիստ եւ պահանջատեր լինելն է մեր գործընկերների նկատմամբ, միջազգային գործընկերների նկատմամբ, որովհետեւ այդ գումարները նույնպես կարելի ասել այս պետության, այս քաղաքի գումարներն են, նույնիսկ եթե գրանտային են դրանք ինչի համար են տրվում, դրանք տրվում են, որպեսզի այդ հետազոտությունները հետո դառնան ծրագիր եւ մեր վերգետնյա տրանսպորտի ամբողջական վերջնական ցանցը մենք արդիականացնենք, գնենք նոր ավտոբուսներ։ Այդ հաշվարկները շատ կարեւոր են։ Այդ թվերը շատ կարեւոր են։ Այդ մատների արանքով մենք այլևս ոչ միայն չենք կարող նայել, այլ նաև հնարավորություն էլ չունենք, որովհետև մենք ինքներս թվերին տիրապետում ենք։ Եվ այո, եւ տրանսպորտի վարչությունը, եւ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը բավարար չափով արդեն իսկ թվային տվյալներ ունի, տեխնոլոգիաների կենտրոնը ունեն բավարար չափով տվյալներ, որպեսզի մենք օգնենք այդ հետազոտությունը բերել իմի եւ վերջնական եւ տրամաբանական եւ գրագետ ճիշտ թվերով վերլուծած եւ հաջորդիվ նաեւ հաշվի առնելով որ նաեւ ծրագիր ունենք տեսախցիկների տեղադրման եւ հոսքի հաշվարկման, այդ պետք է հասկանանք, որ այդ հոսքից մի տոկոսն էլ այնտեղ ավտոկայանատեղիներում է կանգնելու եւ այդ մարդկանց էլ մենք պետքա տեղափոխենք, դա նույնպես պետքա հաշվի առնենք։ Այսինքն ես ուզում եմ մեր միջազգային գործընկերները հասկանան, որ մենք լավ հասկանում ենք, էլի։ Եվ լրջությունը ուզում եմ նրանք նույնպես մատների արանքով չնայեն, որովհետեւ չեմ ուզում եւս մեկ անգամ մենք փաստաթուղթ չընդունենք։ Հուսով եմ պարզ ասացի։ Պարոն քաղաքապետ, միանգամայն պարզ, այդպես էլ կա, ես ձեզ հավատացնում եմ, մեզ հետ այլ կերպ աշխատել հնարավոր չի։ Շատ լավ։ Եվ իհարկե նաև այս ծրագրերի հետ կապված, Դալմայի այգիների հետ կապված մենք պարբերաբար զեկույցներ պետք է լսենք բոլոր մանրամասներով, Տիկին Բաբայան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։